Շնորհակալություն, պարոն Սուքեսյան, ես ակնկալում եմ, որ դուք ձեր արտահայտությունների հետ կապված բացատրություն տաք այս նիստին, բայց բացատրություն տալուց առաջ էլ մի հատ լավ մտածեք, նոր բացատրություն տաք ու պատրաստ լինեք ձեր արտահայտությունների համար պատասխանատվություն ստանձնել։ Ինչ վերաբերվում է քննարկվող հարցին եւ ելույթներին։ Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող այս նախագծին կողմ քվեարկել եւ անկախ դրանից ում անունով կանվանափոխվել, որովհետեւ եթե դուք կողմ քվեարկեք, հավանաբար 24 ժամ հետո ձեր գրասենյակները, ձեր բոլոր տարածքային կառույցները կլուծարվեն, կփակվեն եւ ձեր կուսակցությունը նորաստեղծ ինքնալուծարման կենթարկվեր։ Ինչ վերաբերվում է համեմատականները կանցկացնում եւ կոռուպցիայից եք խոսում այս նախագծի շրջանակներում, մասնավորապես էլի Գյումրիի անունն է տրվում, հարգելի գործընկերներ, Գյումրու քաղաքապետ է եղել 13 տարի ժամանակին են մարդը, ում դուք նոր ընտրել եք քաղաքապետ։ Այսինքն, երբ որ Գյումրու խնդիրներից այդտեղից խոսում եք, հաշվի առեք, որ 13 տարի այդ քաղաքի քաղաքապետը եղել է ձեր կողմից վերջերս ընտրած Վարդան Ղուկասյանը քաղաքապետ։ Եվ նաև հաշվի առեք վերջի իրադարձությունները, երբ որ մեզ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, գնացեք ոնց որ դուք եք սիրում ասեք, ականջից բռնեիք, ասեիք ես ինչ ես անում։ Ինքնակամ շինության համար կաշառք ես վերցնում, ախր ինքնակամ շինության համար էլ օրինականացման ընթացք կա, հասկանում եք, կառավարության որոշում կա ոնց են դա անում։ Փոխանակը տենց անեն, գնում ասում շին թույլտվություն արի գերենք, հետո կգա ավարտականը կտանք։ Սրա մասին չեք ուզում խոսակ։ Եկել եք Երևանում ինչ որ կոռուպցիոն երևույթներից եք խոսում, ամիսը 1-2 ամիսը 1 թաղապետարանում մարդ է ձերբակալվում։ Բա մենք եթե կոռուպցիայի դեմ չենք պայքարում, այդ ձերբակալություններին չեն լինում։ Այսինքն եթե դա կա, մենք այսինքն Երևանում երբ որ դարին դրա մասին չեք խոսում, գալիս ասում եք, տեսնում եք դուք եք կոռուպցիայի մեջ որտեղ բռնում եք, բա որ կոռուպցիայի մեջ լինեիք, չէինք բռնի, չէ՞։ Բայց մի դեպք որ Գյումրիում ա լինում, ասում եք սա քաղաքական հետապնդում է։ Այդ ո՞նց է տենց լինում։ Այն դեպքում երբ որ ձայնագրությունը ակնհայտ խոսում է փաստերի մասին։ Եվ մի ընդհատեք ինձ։ Հաջորդը, երբ որ բռնում ենք, ասում եք գնացեք բռնեք, երբ որ մանկապարտեզներից ենք խոսում, գնում բռնում ենք, ասում եք քաղաքական հետապնդում է։ Քանի հոգի ապօրինի գույքի բռնագանձման օրենքով անցնում։ Ում բռնում ենք, գնում եք դատարանների մոտ կանգնում եք, ասում եք սա քաղաքական հետապնդում է։ Հետո գալիս տեղից ասում եք դե գնացեք բռնեք։ Գնում բռնում ենք, գնում եք դատարանի մոտ միտինգ եք անում։ Հիմա ձեր ուզածը ի՞նչ է, դուք ինչից եք խոսում։ Կամ երբ որ համեմատականներ արվում, համեմատական գնաց Քրքորյանի եւ Սամվել Կարապետյանի միջև, սա իմ համար շատ абսուրդային է, անկեղծ ասած, որովհետեւ օրինակ, երբ որ պահույսակ ես բաժանում սեպտեմբերի 1-ի համար ու ամբողջ համացանցում գովազդ ես միացնում դրա համար, դա մի մակարդակ է, բայց երբ որ միլիոնավոր 100 միլիոնավոր դոլարների նվիրատվություն ես անում քո երկրին ու դրա մասին չես ուզում որ դրա մասին խոսեն, այսինքն դու չես դրանով քեզ PR-անում, դա լրիվ այլ մակարդակ է, ոնց կարելի է այս մարդկանց համեմատել եւ դնել նույն հարթակի վրա։ Ժամանակ դեռ կա, կարող եք վայելել։ Եվ ես ուզում եմ որ մեր վաղարշաբաթ համայնքի բնակչությունը շատ ուշադիր նայի այս նիստը եւ ընթացքն էլ միջև այս ելույթները եւ հետո եւ ընտրություն կատարելուց հասկանա թե Մայր Հայաստան խմբակցությունը դաշինքը ինչ արժե համակարգի եւ ինչ գործելավոճի քաղաքական ուժ է, որովհետեւ այն ինչ որ դուք ստեղ եք անում, պատրաստվում եք այդ նույնը անել վաղարշաբաթում եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, բայց ես վստահ եմ, որ դա ձեզ չի հաջողվելու եւ դուք մնալու եք կորտած եղավ, հեսա կտեսնենք։ Գյումրիում տեսանք ոնց էր հաջողվել։ Դուք կոռուպցիայի մարմնավորումն եք։ Դուք կոռուպցիայի մարմնավորումն եք, որովհետեւ դուք ելույթների ժամանակ որևէ մեկը չմիջամտեց։ Խնդրում եմ հանգիստ լսել ճշմարտությունը ձեր մասին։ Դուք ոչ մի տար չեք խոսել Գյումրիում տեղի ունեցած կոռուպցիոն ակնհայտ երևույթի մասին։ Եվ սա խոսում է ձեր արժե համակարգի մասին, երբ որ դուք ձեր աչքի գերանը չեք տեսնում, ուրիշի աչքի փուշն եք տեսնում, այս է ձեր գործելավոճը։ Եզրափակիչ ելույթ։